Լիդա Խանզադյանն ամուսնու աղջկա և թոռան հետ ապրում է 24 քառակուսի մետր տարածքում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց արդեն մի քանի տարի է սպասարկման ոլորտում է աշխատում։ Ինչպես ինքն է ասում, այդ աշխատանքն էլ է մի կերպ գտել, որի դիմաց ամսական 6000 դրամ աշխատավարձ է ստանում։ Տան միակ աշխատողը ես եմ, ստիպված եմ առանց ինձ խնայելու աշխատել, նույնիսկ եթե անգամ ֆիզիկապես դժվար է ինձ համար, ասում է Լիդան եւ շարունակում, որ հենաշարժողական խնդիրներ ունի, բայց ամեն օր քաղաքի ծայրամասից հասնում է կենտրոն, որ մի քանի մետր տարածք մաքրի։ 37 տարի է արդեն ամուսնացած եմ, ապրում ենք այս փոքրիկ տնակում, շատ խոնավ է, ընդամենը 24 քառակուսի մետր, երկու փոքրիկ սենյակ է, այս սենյակը եւ ննջասենյակ է, եւ ոլորասենյակ, եւ ճաշասենյակ, եւ հյուրասենյակ, ոչ մի հարմարություններ չունենք։ Չենք աշխատում, ոչ մեկս, ապրում ենք ամուսինս, աղջիկս եւ թոռս, ամուսնալուծված։ Ես էլ հաշմանդամ թոշակառու եմ 3-րդ կարգի, մեր ընտանիքի եկամուտը 24000 թոշակն է, 4 հոգուն։ Թե բավականացնում է, թե ինչ պարտքերով մի կերպ յոլա են գնում։ Հիմա սկի ջահելներին գործ չեն տալիս, եթե բարետես արտաքին չունի, անգլերեն չգիտի, ինձով պիտի ուրիշ գործ առաջարկի, ինքն իրեն մխիթարում է Լիդան։ 3-րդ կարգի հաշմանդամ է, բայց զարմանալին այն է, որ ի ծնե հաշմանդամությունը հաստատելու համար մշտապես բժշկական կոմիսիա է անցնում, եւ ինչպես ինքն է ասում, ոչ ոք հաշվի չի առնում ոտքի աչքի զառնող թերությունն ու ստիպված է լինում ամեն անգամ 1000 դուր ծեծել, որ հանկարծ առողջ չհամարեն։ Մի քանի անգամ դիմել է սոցիալական անապահովության նպաստ ստանալու համար, մերժել են, ասելով, թե ընտանիքի սոցիալական պայմանները բավարար են, բալերը չեն հերիքում։ Ամեն տարի թղթերը ներկայացրել են Փարոս համակարգին, որ ընտանեկան նպաստ ստանանք, միշտ մերժել են, ասելով, որ բալերը չի բռնում։ Այն դեպքում, որ ես հեռուստատեսությունով լսել եմ, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պետք է 30000 դրամը բավարարի։ Մենք ընտանիքում 4 հոգի ենք, այդ 4 հոգու եկամուտը իմ թոշակս է 24000, ասում են թոշակը բարձր է, բալերը չի հասնում, որ ձեզ նպաստան։ Հետաքրքրականն այն է, որ որևէ սոցաշխատող երբևէ չի այցելել տեսնի, թե ինչ պայմաններում են ապրում, իրենց աչքով տեսնի, որ անգամ հեռախոս ու գազօջախ չունեն։ Չունենք բնական գազ, փայտ ենք վառում, ընկած փողոցները փայտ ենք հավաքում, բարեկամներն են օգնում, մեկը մի մեշոկ, մեկը տենց տալիս, յոլա եք տարել։ Հիմնականում ես երեխեքներ գնում ենք ներքևի ձորերից, չոփերը հավաքում, ցախերը հավաքում, տերում վառում յոլա գնում։ Երբ տղային ազգային բանակ ճանապարհեց, ինքն էլ շատ մայրերի նման հպարտանում էր, որ որդին ծառայում է հայրենիքին։ Մի քանի ամիս հետո սակայն լուր եկավ, որ որդին հիվանդ է եւ տեղափոխել են Աբովյանի տուբդիսպանսեր։ Հետո հաշմանդամության կարգ տվեցին որդուն եւ ժամկետից շուտ զորացրին հաշմանդամության թոշակ էլ նշանակեցին։ Մեկ տարվա ընթացքում տղան շատ էր նիհարել, մայրն իր սուղ միջոցներով խնամում էր որդուն, որ ուժերը վերականգնի։ Մի քանի ամիս հետո սակայն բժշկական հանձնաժողովը գտավ, որ տղան առողջ է եւ դրանից հետո հաշմանդամության թոշակը կտրեցին։ Հիվանդ երիտասարդն աշխատանքի ընդունվեց, որ թեթևացնի ընտանիքի հոգսը։ Ուզում էր հեռուստացույց առնի, արդյունքն աչքերին ասում է մայրը, ընդամենը 3 օր աշխատեց, տղայի կյանքն ընդհատվեց ողբերգական մահով։ Լիդան պատմում է նաև, որ անցած տարի ամուսնալուծված աղջկա որդին Հարութը ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական քոլեջ եւ շատ էին ուրախացել, որ տղան նաև կրթաթոշակ կստանա, գոնե իր ճանապարհածախսը կհոգար, բայց ուսանողական երկրորդ ամսվա մեջ հիվանդության պատճառով Հարութը մեկ շաբաթ դասի չգնաց եւ քանի որ ֆինանսական միջոցների պատճառով բժշկի չէին դիմել, ով տեղեկան կտար հիվանդության մասին, այդ պատճառով զրկվեց թոշակից։ Լիդա ինձ փոփում էր, որ Գորիսի առաքելություն Հայաստան բարեգործական ճաշարանի աշխատակիցներից մեկը խոսք էր տվել նրանց ընտանիքին էլ ընդգրկել շահառումների խմբում, սակայն վերջերս ճաշարանը փակվեց եւ Լիդայի նման էլի շատ կարիքավորներ զրկվեցին օրական 1 անգամ անվճար ճաշելու հնարավորությունից։ Ամբողջ զրույցի ժամանակ լուռ էր Լիդայի ամուսինը Զավենը, ով երկար տարիներ Վարշավիր է աշխատել, բայց աշխատանքը կորցնելուց հետո սկսել էր հաճախակի խմել։ Հիմա էլ չի խմում, ասում է Լիդան, որովհետև մի կերպ ենք յոլա գնում։ Ինքն էլ թոշակ չի ստանում, որ օղի առնի։ Նպաստի գործերը դասավորելու համար էլ մեծ գումարներ են անհրաժեշտ։ Երկար տարի աշխատել եմ, հիմա չեմ կարող աշխատեմ։
վիճակ չունեմ։ Հարկանը չի նենում, աշկս չի տենում։ Հորմիկս հետես, աղջիկս հետես, ոչ մեկս չեք աշխատում, պրոբլեմի առաջ կայում գծեք։ Տան միակ հարստությունը գրքերն են, որոնք անկանոն շարված են տարբեր անկյուններում։ Լիդան դառնությամբ է հիշում, որ երբ 20-ամյա տղան մահացավ ողբերգական մահով, ունեցած-չունեցած 2 մահճակալը հանեցին, որ դագաղը տեղավորվի տանը։ Հիմա միակ սփոփանքն այն է, որ վաղամեռիկ որդու մասին բանաստեղծություններ է գրում։